Բացառում եմ որևէ ապօրինություն մեր ավականու տեխնացուների, մեր շտաբում ընդգրկված ակտիվ անդամների կողմից։ Վաղարշապատի ավականիում հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի այս ասուլիսի պահին դեռևս կծկտուր տեղեկություններ էին հայտնի Էջմիածնում այսօր տեղի ունեցած ձերբակալությունների մասին։ Խաչատրյանը վաղարավոտյան էր ահազանգել, որ իր մեկ տասնյակից ավելի թիմակիցների տներն են խուզարկել, մարդկանց ձերբակալել։ Սա ՔՊ-ական վախերն են վաղարշապատից, ինձ թվում է իրենք վախ չափողի կարիք ունեն։ Քննչական կոմիտեն այդ ժամին հաստատել էր խուզարկությունների ու ձերբակալությունների մասին լուրը առանց որևէ մանրամասնության։ Միայն կեսօրից հետո կոմիտեն տարբեր մարդկանց ձայնագրություններ հրապարակեց եւ հաղորդեց, որ նրանք խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ձայնագրությունների հրապարակումից հետո Խաչատրյանը վերահաստատում է, իր թիմակիցները որևէ ապօրինություն չեն արել։ Իրենք ոչ մի հանցագործություն չեն արել։ Սա իշխանական լպրծուն պահվածք է ուղղակի։ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններում ինչ-որ մարդիկ խոսում են ընտրություններին մասնակցելու, նույնը իրենց ընտանիքների անդամներին հորդորելու, հաղթանակ դաշինքին ձայն տալու եւ քաղաքացիական պայմանագրին ձայն չտալու մասին։ Ենթադրենք, թե այդ մարդիկ են։ Իսկ ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլն։ Այդ ինչ քրեական հանցագործություն է։ Դաշինքի առաջնորդը կասկածում է, որ ձայնագրություններն իրական են, պնդում, այդ ձայնագրություններում բերման ենթարկված իր թիմակիցների ձայները չեն։ Իհարկե կասկածում եմ, որովհետեւ մենք հենց կոնկրետ սրբազան պայքարի գործով գիտենք, որ փաստաբաններն ասում են, որ ձայնագրությունները կեղծված են։ Ըստ քննչական կոմիտեի 7 մարդու դեմ քրեական հետապնդում է հարուցվել, 6 մարդ ձերբակալվել է։ Քննչական բաժնի, այսպես ասած, անպատասխանատու կամ գործին իրենց տեսակետով վերաբերվելու պատճառով անգամ թույլ չեն տալիս, որպեսզի ներգրավենք անձանց պաշտպանությունը ստանձնելու համար։ Քննչական խմբի ղեկավարին էինք փորձում տեսնել, որպեսզի պարզենք, թե արդյոք անձին կան ովքեր որ դեռևս այստեղ են, թե ուղարկվել են ԶՊՎ, բայց անգամ քննչական խմբի ղեկավարը ըստ պահակագիտի աշխատակցի դուրս են եկել ընդմիջման։ Փաստաբանները մի քանի անգամ են փորձել ներգրավել գործին։ Ալեքսանդր Կոչուբաևին տեսախցիկների առաջ թույլ չեն տվել քննչական բաժին մտնել։ Չի կարելի, ես իրավունք չունեմ ձեզ տողա։ Ինչի ունեմ։ Հյուսիսային Կորեային եւ տվել անցել ենք մենք։ Այ Կիմ Չենինը Տիերանի տա, էլի սրանք։ Քրեական այս գործի կմախքն անհասկանալի է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Ըստ նրա աբսուրդային է գործ բացել նախընտրական քարոզչություն անելու համար։ Եթե նման որակավորում են տալիս, ուրեմն ցանկացած ընտրություն աբսուրդ է։ Ուրեմն ընտրական process-ներ չպետք է լինի Հայաստանի Հանրապետություն։ Պետք է լինի մեկ կուսակցության դիկտատուրա եւ այդ մի կուսակցությունը իրավունք ունենա ամեն ինչ անելու, ուրիշ կուսակցությունները իրավունք չունենան ոչ քարոզարշավ անելու, ոչ տեխնացուներ առաջադրելու։ Պատգամավորը հիշեցնում է, գրեթե նույն արարքները ԿՊԱ-ականներն էլ են արել վաղարշապատի ընտրությունների ժամանակ։ Եթե այդ ուղղորդման մասին ենք խոսում, ես ընտրությունների օրը ես եւ իմ գործընկերները տեղ ենք եղել։ Իրենց նախարարներից սկսած, փոխնախարարներից սկսած, մարզպետներից սկսած, բոլոր ԿՊԱ-ականները իրար հերթ չտալով ընտրատեղամասերի մոտ էին։ Ամեն մի ընտրատեղամասի մոտ մի հատ նախարար կամ առնվազն մի հատ փոխնախարար կար։ Հայաստան խմբակցության падգամավորը հաղթանակ դաշինքի առաջնորդը համոզված են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն են վաղարշապատում ընդդիմադիրների դեմ այս ճնշումների պատճառը։ Հաղթանակ դաշինքի այս ամբողջ քարոզարշավի ընթացքում կարեցել են սա բացահայտեն, հա, ամբողջ թիմին դրել են գաղտնալսման տակ, ամբողջ թիմին։ Կարողացել են բացահայտել սա է այդ ձեռագիրը։ Թող գնան իրենց ԿՊԱ-ականներին բացահայտեն, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում մարդկանց գործից հանելով, վախացնելով, ստորություններով կարողացել են որոշակի մարդկանց վախեցնել։ Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով վերջերս ԿՊ-ում թարմ սոցհարցման պատասխաններ են ստացել, զարհուրել իրենց վարկանիշից ու իրավապահներին գործի դրել։ Իսկ իմ տվյալների նաև վերջին սոցհարցումներն են դրել Նիկոլ Փաշինյանի սեղանին եւ այդ սոցհարցումները իրեն ցնցումների մեջ ա գցել։ Թիմ ընտրություններից 3 ամիս հետո խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ ընդդիմադիրների դեմ այս ճնշումները հակառակ էֆեկտ են տալու, վստահեցնում են ընդդիմադիրները։ Ալբերտ Սերոփյան, Աշոտ Պնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։